Իմ այս ելույթը վերնագրեինք թքած ունենալու նուրբ արվեստը։ Ազգային ժողովում առավոտյան պոեզիայի ժամ էր։ Դուն խելոք հաշվով վաճառական ես, մյուլ փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողեց շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի տալ վրան, սա ասում է բանաստեղծը։ Թքած ունենալու մասին պետք չի երբևէ խոսա որևէ մի վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության ներկայացուցիչ։ Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծությունը Գարիկ Սարգսյանը ձոնում է ընդդիմադիրներին։ Այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում, եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան, ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Իսկ ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։ Հենց այս պոետիկ միջավայրում են պատգամավորները անցած շաբաթվանից քննարկում տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Դավիթ Ղազենյանի ընտրության հարցը։ Թույլ տվեք մի քանի բան էլ ես արտահայտեմ հետի մասին։ Տարվա որ եղանակին ու ժամին ուզում են առանց տեղյակ պահելու անջատում են, որի հետևանքով մարդկանց տեխնիկան է փչացել, օրինակ նոթբուքս։ Երբ պետքա այս ամենաթողությանը վերջ տրվի, չէ՞ որ մենք վճարում ենք տասնապատիկ ավել հեծի մատուցած ծառայությունների դիմաց, իսկ մարդկանց ով է փոխհատուցելու պատճառած վնասի համար, թե մտածում են գյուղերում մարդիկ չեն ապրում ու պետքա միշտ անտեսել, հեծին դատել ու վտարել է պետք։ Պարոն Կարապետյան, մի ընդհատեք, այս մտքերը գիտեք ինչ, պարոն Կարապետ, մի վարքյան, այս մտքերը գիտեք ինչով են ծանրակշիռ։ Այս միտքը օրինակ գրվել էր 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ձեր խմբակցության падգամավոր Սյուզաննա Ավետիսյանի կողմից։ Մեր գործընկերու գրածից եք խոսում, ժողովուրդ ձեր չաթը հրապարակվեց, եթե չեմ սխալվում, ինչ որ մեկն է ձեր չաթում ասում էր լավ, այսքան ժամանակ լույս չունենք, տենակ կառավարիչը լույս ունի, թե չէ։ Հետո ջնջեցին այդ չաթից, հետո այդ մարդուն չգիտեմ ինչ արեցին, միգուցե հույս ունեմ ողջ առողջ է։ Բայց ամեն դեպքում էդ էլ խոսացեք։ 3 մարզ, ճշտեք կիմանաք կա այդ թեման, 3 մարզ ամբողջովին հոսանքազրկումը, դուք ստե գալի ասում եք հեծի ժամանակ, ինչ որ միտեղ հոսանքա գնացել, մեր ժամանակ։ Վարդևանյանը իր բնորոշմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մանդատագողությունը բացատրեց մանրամասն, գնդակ, դարպաս, գոլ։ FIFA-ն, ֆեդերացիան, իրար հետ փոխկապակցվածություն, խաղը ավարտված վիճակում, ասում են չէ, իրականում խաղը ոչ թե ավարտվում է 0-0, այլ մի հատ էլ հակառակը 3-0, տենում եք թվաբանությունը ինչ հետարքիր է, չէ, տեխնիկական պարտության դեպքում հաշվարկվում է 3-0, ու 3-0-ն 3-ն է ոնց որ մանդատ կարալ, համարվի էլ իմ ամեն դեպքում, ալեգորիայի մասին ենք չէ խոսում, արդյունքում Ֆրանսիան համարվում է, որ հաղթել է։ Ի վերջո, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և Սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն խոսեց։ Քաղաքացիական պայմանագիրն այս պաշտոնում առաջադրել է Սիսակ Գաբրելյանին։ Ֆարմանյանին հետաքրքրում էր իր տղան երբ է կարողանալու այցելել Օլիմպիադան, որը ըստ նրա փակվել է քաղաքական պատճառով։ Ես, ինչպես նաև հազարավոր ազգային հավաքականի մարզիկներ զրկված են բնականon մարզվելու հնարավորությունից։ Հարցս հետևյալն է, ես տնտեսագետի տեսանկյունից եմ ցանկանում հարցս ուղղել ձեզ, դուք երկրի ռեպուտացիոն ռիսկ, երկրի հեղինակության ռիսկ, ներդրումային միջավայրի խաթարման ռիսկ, տեսնում եք թե ոչ։ Ես կարծում եմ, որ առնվազն ձեր որդին կունենա որևէ տեղ մարզվելու։ Չանդրադառնալով են երկրորդ կտորին։ Եթե չունի, այդ ձեր մի քիչ մեղքն է, եկեք ընդմիջմանը ձեզ լավ տեղ ցույց տամ, թող գնան մարզվեն։ Գառնիկ Դավթյանը ամբիոնի մոտ էր եկել ադրբեջանական տարբեր դպրոցների աշակերտների նկարներով, որտեղ պատկերված են պատերազմական դրվագներ։ Թիրախում հայերն էին հայտարարված խաղաղության շրջանում։ Ալլա Դավթյան, Էպիկենտրոն։